resolution երբ որ արդեն քվարկեց դուրս եկավ գնաց House of Representatives, ուրեմն ներկայացների տունը, այնտեղ արդեն անցավ այսօր։ Այնտեղ որտեղ մեծամասնություն կար եւ պետք չէր որ 2/3 մեծամասնությամբ քվարկվեր։ Այնտեղ պարզ մեծամասնությունը վեր քվարկում, շնայհած էլի մի քանի դեմոկրատներ անցան ռեспублիկանների հետ միասին քվարկեցին, որ ֆինանսավորվի եւ բացվի կառավարությունը։ Հասավ Թրամփին, Թրամփը ստորագրեց։ Մեծ ցերեմոնիա, Թրամփը ստորագրեց, արդեն շարքում է փող կա, որպեսզի կառավարությունը մարդկանց ռոջիկ վճարեն, ամենակոպիտ ձևով ասում եւ ծախսերը փակեն։ Հիմա ինչու համար այդ մարդիկ համաձայնվեցին, պարզեր, որ ինչ որ որոշեցին, որ իրենց անձնապես, իդեպ ասեմ, այդ 7-ն էլ որ քվեարկեցին, իրենք արդեն հայտարարել են, որ ուրիշ չեն վերընտրվելու։ Այսինքն չեն ուզում շարունակեն իրենց քաղաքական կարիերան սենատում, ուրեմն թոշակի են գնում կամ ինչ պատճառով դուրս են գալու, հետևաբար իրենց հետևանքները այդքան կարևոր չէր։ Իրենց ինչ որ ձևով ինչ որ ինսենտիվներ տվեցին կամ ինչ եղավ, որոշեցին կամ իրենց ասած ձևով ասենք լավ, ասենք բարի լինենք, որ մտածում էին այն մարդկանց մասին, որոնք նպաստներ չեն ստանում, ռոճիկ չեն ստանում եւ այլ, եւ քվեարկեցին, որ ինչ որ կոմպրոմիսների գնացին։ Կոմպրոմիսներից մեկը էր իհարկե, որ այդ SNAP ծրագրը, որը food stamp-ն ասում կամ ինչն ասում, այսինքն սննդով օգնում են աղքատներին, շարունակվի։ Իրենք այդ ստացան, փոկեցին 42 միլիոն մարդ Ամերիկայում իհարկե դրա մի հսկայական մասը իհարկե խարդախությամբ են ստանում սուտաբանը եւ այլ մեջը շատ անօրինական բաներ կան, բայց մարդիկ ուտելիքի օգնություն են ստանում։ Մի հատ մտածեք 42 միլիոն մարդ ինչ է նշանակում։ Ստացան են, որ գործից ազատվել էին, փող չէին վճարվում, չգիտեմ ինչ նրանցից մասին հետ կվերցնեն 4000 մարդ պետք է գործից ազատվեր։ Չեն անելու, իմի խոսքով հակին կոմպրոմիսներ եղավ, բայց ամենակարևորը չեղավ։ Բժշկական ապահովագրության հարցը չլուծվեց, այսինքն ռեспублիկանները ասացին ոչ, մենք այդ Օբամայի ծրագրը, ծրագիրը, որով պետք է ամեն մեկը, ինչպես մեքենայի վարելու համար դու պետք է ինշուրանս ունենաս, հա, ապահովագրություն, դու պիտի ունենաս նաև բժշկական ապահովագրություն, որ չի վանդանաս գնաս, ոնց ասում են, շտապօգնություն եւ այնտեղ փորձես բուժես, դու պետք է նորմալ մարդու նման բժշկի եւ այլ։